Անոր ինձի հետ չէ, ինձի հակառակ է, անոր ինձի հետ չի ժողվեր, սիրուցան կնե, անոր համար ձեզի կսեմ, ամեն մեղք ու հայհոյություն պիտի ներվի մարդոց, բայց Սուրբ հոգին դեմ եղած հայհոյությունը պիտի չներվի մարդոց, ով որ որդի մարդո դեմ բանեսե, պիտի ներվի անոր, բայց ով որ Սուրբ հոգին դեմ է, պիտի չներվի անոր։ Ոչ այս աշխարհին մեջ է, ոչ գալու աշխարհին մեջ, կամ ծառբարի երեք, ու անոր պտուղը բարի, կամ ծառը չարերեք, ու անոր պտուղը չարված, զիծառը պտուղեն կճանաչվի, ծառը պտուղեն կճանաչվի։ Այսօրվա նյութը հայություն Սուրբ Հոգու դեմ պիտի ջանանք ամենայն մանրամասնությամբ քննել այս նյութը, որովհետև շատ շահարկումներ եղել են ժամանակի ընթացքում, հակառակության հոգի է առաջացել եւ նաեւ ոմանց վախ են ներշնչել, այո, հենց այդպես, վախ են ներշնչել, հիմա կտեսնենք բուն նյութը ինչ է իրենից ներկայացնում, դրա համար 3 համար եկեք կարդանք Մատթեոսի ավետարանից, Մատթեոս 12-րդ գլուխ 30 համարից։ Հիսուս է խոսում. Նա որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է, եւ նա որ ինձ հետ չի ժողվում, այսինքն հավաքում, ցիրուցան է անում։ Սրա համար ձեզ կասեմ, ամեն մեղք ու հայություն պիտի ներվի մարդկանց, բայց Սուրբ Հոգու դեմ եղած հայությունը պիտի չներվի մարդկանց։ Ով որ որդին մարդու դեմ բան մսե, պիտի ներվի նրան, բայց ով որ Սուրբ Հոգու դեմ ըսե, պիտի չներվի նրան ոչ այս աշխարհի մեջ, ոչ էլ գալիք աշխարհի մեջ։ Հերթականությամբ գնանք 3 փուլերով, առաջինը, նա ով Հիսուսի հետ չէ, Հիսուսին հակառակ է։ Այս խոսքը բոլոր նրանց համար է, ովքեր որ ասում են կամ կարծում են, որ իրենք Հիսուսին չեն մերժում, բայց եւ անպես իրենց կյանքը ապրում են, հակառակ չեն, իրենք հակառակ չեն Հիսուսին։ Եվ Հիսուսի խոսքերին էլ հավանություն են տալիս։ Ինչ է ենթադրում այդ ասված խոսքը, որ դրա հաջորդ քայլը պիտի լինի ապաշխարել, չէ՞, բայց չեն ապաշխարում, այսինքն ուզում են մնալ չեզոք վիճակում, նյութրալ, այդպես չի լինի։ Հիսուս ինքը ասաց, հնարավոր չէ այդպես, եթե մեկը ինձ հետ չէ, ինձ հակառակ է։ Կարող ես այս կամ այն կուսակցության համակիրը լինել, բայց Հիսուսին համակիր չես կարող լինել, կամ Հիսուս քո կյանքի մեջ է, կամ քո կյանքի դուրս է, ուրիշ երրորդ վիճակ, միջանկյալ վիճակ չկա։ Քանի որ Աստված ի սկզբանե մարդու մեջ դրել է եւ բոլոր սերունդների մեջ այդ բանը կա, Ժողովող 3:11, Էկլեսիաստիս 3:11, Աստված ժամանակին ամեն բան վայելուչ արև եւ մարդու մտքի սրտի մեջ հավիտենականությունը ճանաչացնել տվեց։ Եվ այդ փափագը ամեն մարդու մեջ դրված է, ովքեր որ այդ փափագը հետապնդում են, Տիրոջը գտնում են։ Նաև կապենք այս համարի հետ, որ շղթադառնա, եւս մեկ համար Հռոմեացիս 1:19 համար։ Վասնզի ինչ որ Աստծո մասին պետք է գիտենալ, Աստված իրենց հայտնեց, որտև
Աստված դրել է իրենց մեջ, հայտնված է իրենց, մարդիկ իրենք է, որ վանում են։ Այս ճշմարտության բերումով է, որ Աստված ամեն մարդու ասում է. այսօր կյանքը եւ մահը քո առջև եմ դնում։ Ո՞րն ես ընտրում։ Ընտրության հնարավորություն։ Կյանքը Քրիստոսն է, ասած ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եվ մահը սատանան ինքն է, որովհետև ինքը պատճառ դարձավ, որ մարդիկ դարձան մահկանացու։ Նաև Աստված ասում է. օրհնությունը եւ անեծքն եմ քո առջև դնում։ Օրհնությունը Աստծուց է գալիս, անեծքն էլ սատանայի անիծյալ լինելու հետևանքով է, որ մարդկանց գալիս է։ Ուրեմն պիտի ընտրես, փախուստ չկա, չեզոք վիճակ չկա, միջանկյալ վիճակ չկա։ Աստծո նվիրյալներից հին ուխտի մեջ Հեսու անունով մեկը կար։ Այդ խառնիճաղանճ, այդ երկու ոտքի վրա կաղող ժողովրդի առջև ասաց. այսօր ես եւ իմ ընտանիքը Աստծուն պիտի պաշտի։ Այլ կերպ ասած, ձեզ է տրված ընտրությունը, իսկ դուք ում պիտի պաշտեք։ Ուրեմն մենք ընտրության առջև ենք դրված, փախուստ չկա։ Մեկը չի կարող Տիրոջ առջև կանգնել եւ ասել. ես հակառակ չեմ եղել, ուղղակի չեզոք վիճակի մեջ եմ եղել։ Կամ Հիսուսի հետ ես, կամ Հիսուսին հակառակ ես։ Եկեղեցիներին գրած պատգամներ, 7 եկեղեցիների Հիսուսի կողմից հայտնության 2-3 գլուխներում եւ այնտեղ առանձնանում է մասնահատուկ պատգամ Լաուդիկեի եկեղեցու։ Լաուդիկե թարգմանաբար նշանակում է ժողովրդի իրավունքը խլել։ Այսինքն այնպիսի մի համակարգ սիստեմ սարքված, որ ժողովրդի վրա ուղղակի տիրում է, այնինչ Հիսուս է միայն, որ մարդկանց վրա պիտի տիրի, մանավանդ հավատացյալների վրա։ Եկեք կարդանք հայտնության 3 գլխից 15-ից 18 համարները, ուրեմն Լաուդիկեի եկեղեցու պատգամը։ Գիտեմ քո գործերդ, որ ոչ պաղ ես, ոչ էլ տաք։ Երանի թե պաղ լինեիր կամ տաք, ուստի դու որ գաղջ ես, անգլերենով lukewarm, գաղջ ջուրը։ Ոչ տաք ես, ոչ պաղ, քեզ բերանից ես դուս փսխելու վրա եմ։ Եվ մենք հիմա վստահաբար կարող ենք ասել, արդեն դուս է փսխել, որտեվ 2000 տարի անցավ, ոչ մի բան չփոխվեց, մնացին նույն գաղջ վիճակի մեջ։ Քանզի ասում ես, ես հարուստ եմ, մեծացա, կալվածքներ ունեն, չէ՞ շատ, իրանց նվիրաբերած պետության կողմից եւ այլ կերպերով հսկայական ունեցվածք, որը բանի կարոտ չեմ, բայց չգիտես, որ դու խեղճ ու թշվառական եւ աղքատ ու կույր ես եւ մերկ ես։ Ես քեզ խորհուրդ կտամ, ինձանից կրակի մեջ փորձված ոսկի ծախուար, որպիսի հարստանաս։ Այդ ոսկին Աստծո մաքրամարգուր խոսքն է։ Եվ ճերմակ հանդերձներ, որպեսի հագնես, այսինքն Քրիստոսի արդարությունը չունեք, որպեսի քո ամոթալի մերկությունը չերևա, եւ աչքերի դեղ դիր, որպեսի տեսնես։ Ահա, տեսնում եք, ինչպիսի զորավոր խոսքեր է գրված Լաուդիկեին, դատապարտող խոսքեր, եւ Լաուդիկե եկեղեցին ներկայացնում է ներկա ժամանակվա բոլոր ծիսական եկեղեցիները, որտեղ որպես կանոն Աստծո խոսքը բացակայում է։ Եթե Հիսուսի հետ չես, քո դավանությամբ, քո ընթացքով ասել է թե քո կյանքով, նշանակում է Հիսուսին հակառակ ես։
Եվ այս խոսքերը միգուցե խիստ են հնչում, բայց պետք են, որպեսզի ոմանք արթնանան իրենց գաղջ վիճակից։ Հիսուսին համակիր լինելը բավարար չէ։ Հիսուս պիտի լինի քո կյանքիդ մեջ, չէ որ քո ստեղծիչը Տե, չէ որ ամեն օր քո վրա իր արևն է բացում, քեզ կերակրում է, քեզ կյանք է տվել, եւ դու նրան մերժում ես։ Որոշակի բացատրություն պիտի տանք հաջորդի վրա, սրանք բոլորը իրար հետ կապակցված են։ Նա որ ինձ հետ չի ժողովում, այսինքն հավաքում, ցիր ու ցան է անում։ Պարզ խոսքով ասած, կորցնում է։ Ամեն հավատացյալ կանչված է, որ երկնքում գանձ ունենա։ Եվ Տերը այդ մասին խոսեց, այն հավիտենականության մեջ պիտի մնա։ Կարդանք Մատթեոս 6-րդ գլուխ։ Հիսուսի խոսքը ուղղակի է։ Այս խոսքերի տողատակեր չկա։ Ուղիղ ձևով ասում է։ Մատթեոս 6-րդ գլուխ 19-ից 21 համարները։ Եկի վրա ձեզ գանձ մի դիզեք, ուր ցեց ու ժանգը կապականեն, ուր գողերը պատը կծակեն եւ կգողանան, հապա ձեզ գանձեր դիզեք երկինքը, ուր ոչ ցեցը, ոչ ժանգը կապականեն, ոչ էլ գողերը պատը կծակեն ու կգողանան, քանզի ձեր գանձը ուր որ է, ձեր սիրտն էլ այնտեղ պիտի լինի։ Հիմա այս խոսքերը քննության դնենք։ Արդյոք Հիսուս ասում է տուն մի ունեցիր։ Պատասխանը միանշանակ ոչ է։ Արդյոք Հիսուս ասում է մեքենա մի ունեցիր։ Միանշանակ պատասխանը ոչ է։ Արդյոք Հիսուս ասում է բիզնես մի ունեցիր։ Պատասխանը ոչ է։ Արդյոք Հիսուս ասում է հարմարավետ ապրելու պայմաններ մի ունեցիր։ Պատասխանը ոչ է։ Որևէ կերպով Աստված այդպիսի սահմանափակումներ չի դնում, բայց Հիսուսի ասածը ինչ է նշանակում, ով ինձ հետ չի հավաքում։ Նշանակում է, եկի վրա քո ունեցածդ, քեզ տրվածդ այս կյանքը ապրելու համար է։ Այս կյանքից դուրս գալուց հետո քեզ հետ որևէ բան չես տանելու։ Արդյոք կա մեկը, որ իր հետ տարավ մի բան։ Եգիպտացի փարավոնների հետ որոշ բաներ դնում էին, հա? Անգամ ուտելիք էին դնում, իրենց ծառաներին էին դնում, բայց իրենց ինչ այդ անշնչացած մարմիններին, ինչ, որևէ բան մեկը իր հետ չի տանում, ինչպես Աստծո խոսքն է ասում, այս աշխարհ ինչպես ենք եկել, մերկ եկանք, մերկ էլ պիտի այս աշխարհից գնանք։ Մենք հավատում ենք, որ ինչ որ ունենք Տերն է տվել։ Եթե մեկը չի հավատում, էլ ասելիք չկա նրան։ Բայց մենք հավատում ենք, չէ, որ Տիրոջ ձեռքերից ստացանք, այդպես է։ Այո, մենք գործածեցինք մեր միտքը, մեր շնորհները, մեր բազուկի ուժը, բայց տվողը Աստված է։ Այդպես է թե չէ։ Այդպես է։ Ուստի իր տվածից ծառայեցրու Աստծո փառքի համար, որ քո տվածը ծառայի հոգիների փրկության միջոց լինելու համար։ Աստծո եւ մարդու համար ամենակարևոր բանը սա է, հոգիների փրկությունը, հոգիների փրկությունը։ Աստված դրա վրա է աշխատում։ Նրանք, որ իր եկեղեցու թիվը պիտի լրացնեն, նրանք, որոնց անունները կենաց գրքի մեջ գրված են, ի վերջո պիտի ամբողջանան։ Եվ Տերը երկրի վրա, ինչպես խոստացել է, հազարամյա թագավորությունը պիտի հաստատի։ Այս մասը ավարտենք, ուրեմն Հակոբոս 5-րդ գլուխ 3-րդ համարով։ Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած են։ Իսկ դու ասում ես, լավ էլ փայլացրել եմ։
Ինչ ժանգոտելու մասին է խոսքը։ Այլ կերպ ասած, Տերը ասում է, արժե զրկված է, եթե քոնը քեզ, ուրիշինը քեզ, հիշում եք այդ ֆիլմից, հա? Այսինքն, եւ կան այդպիսիներ, ինչպես ես հարստացել, չտալով, այլ կերպ ասած, միայն իր համար, երիտասարդ այդ անձնավորությունը, որ տեսավ իր ունեցած այդ ցանքերը, պտուղ են տվել եւ ասած շտեմարաններս քանդեմ, մեծացնեմ, լեցնեմ եւ իմ անձիս ասեմ, ով իմ անձս շատ բարիքներ ունե, շատ տարիների համար։ Եվ Աստված նրան ինչ ասաց, անմիտ այսօր քո կյանքդ քեզանից պիտի վերցվի, բայց բաները ում պիտի մնան։ Ուրեմն իմանանք, որ երկրի վրա եղող բաները ժամանակավոր են, անցողիկ են, դրա համար Տերը ասաց, ձեզ երկնքում գանձեր դիզեցեք, այն պիտի մնա հավիտենականության համար։ Դրա համար նախ Տիրոջը մեր կյանքերի մեջ պիտի ունենանք եւ իրենով պիտի հավաքենք։ Տերը մեզ կանչեց, որ իր համար լինենք որպես տնտեսներ։ Ինչպիսի տնտես ենք մենք։ Մեզ տրվածը արդյոք վատնում ենք, միայն գործածում ենք մեր անձերի համար, թե դրանից բաժին ենք հանում նաև Տիրոջ փառքի համար, Տիրոջ խոսքի տարածման համար, իր թագավորության հաստատվելու համար։ Մտածենք այս մասին։ Պարապ չի անցնելու Աստծո համար դրված քո միջոցները, ժամանակը, ջանքը, որոնք պիտի ծառայեն Աստծո փառքի համար եւ որոնք միջոց պիտի դառնան հոգիների փրկության համար, նաեւ փրկված հոգիների հոգեվոր շինության համար։ Դրանք պիտի մնան եւ դրանց վարձքը երկնքում Տերը առատապես պիտի տա։ Եթե Հիսուսի անունով տրված մեկ գավաթ ջուրը անգամ իր վարձքը չի կորցնում, պատկերացրեք, դրանից շատ ավելին դու Տիրոջ փառքի համար անես, անշուշտ որ Տերը պիտի գնահատի։ Եվ այդ գնահատելը նաև այս կյանքի մեջ էլ է գնահատում։ Մաննավոր գործերը, անձի գործերը պիտի ոչնչանան։ Շատ հստակ է Աստծո խոսքը, Աստծո մոտ ընդունելին հոգևորն է առաջնային ուղիղ շարժառիթով, որպիսի Հիսուսի անունը փառավորվի։ Եկեք կարդանք Կորինթացիներին գրած նամակից առաջի նամակ 3-րդ գլուխ 11 համարից։ Պողոս առաքյալը ասավ, որ միջ այդ ասավ Աստծո շնորհքի չափով, որ իրեն տրվեց իմաստուն ճարտարապետի պես ինքը հիմքը դրեց։ Այդ հիմքի վրա ուրիշ հիմք չես կարող դնել, Քրիստոսն է արդեն այդ հիմքը ունես դու։ Եթե մեկ այս հիմի վրա շինելով գործած է ոսկի, արծաթ, պատվական քարեր, սա մի խումբ, մյուս խումբը փայտ, խոտ, եղեք, ինչպես տարբերություն կա, չէ, ոսկի, արծաթ, պատվական քարեր, փայտ, խոտ, եղեք։ Ամեն մեկի գործը հայտնի պիտի լինի, քանզի օրը Երևան պիտի անի, վասնզի կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկի գործի ինչ տեսակ լինելը կրակը պիտի փորձե։ Կրակով եթե փորձես ոսկին, արծաթը, պատվական քարերը, կարծեմ որ ավելի կազնվանան, չէ, բայց այդ կրակը կլափի փայտը, խոտը, եղեկը։ Եթե մեկի շինած գործը մնա, ինքը վարձք պիտի առնե։ Այսինքն այնինչ որ ուղիղ շարժառիթով Աստծո փառքի համար էր, այդ վարձքը պիտի մնա։ Եթե մեկի շինած այրի, նա վնաս պիտի քաշե, բայց ինքը պիտի ազատի, սակայն այնպես իբրև թե կրակի միջից ելած։ Այսինքն Տիրոջ առջև ելես, որևէ հոգևոր պտուղներ կամ վարձք չունենաս, կամ գանձ չունենաս երկնքում, ինչպես որ Տերը ասավ, ձեր գանձերը երկնքում դիզեցեք։ Լավ, այսքանից հետո գալիս են քարոզի կենտրոնական նյութին, ով որ որդին մարդու դեմ բան մը ասե։
այսինքն Հիսուսի անվանը եւ գրված է նրան պիտի ներվի։ Այսինքն Հիսուս խոսում է, որ եթե մեկը իր անվան դեմ մի բան ասի, նրան պիտի ներվի։ Ինչպես պիտի հասկանանք այս բանը։ Օրինակով եկեք դիտարկենք։ Աստծո համար մի նախանձավոր անձնավորություն կար։ Նախանձախնդիր էր իր բոլոր ճանապարհների մեջ։ Հրաշալի փարիսեցի էր։ Նվիրյալ մի անձնավորություն էր։ Շատ հարգված մեկն էր։ Եվ անունը ինչ էր։ Միջև Պողոսը ինքը կոչվում էր Սողոս։ Հիսուսի հետևորդների դեմ պայքարում էր։ Ասել է, թե Հիսուսի դեմ էր պայքարում։ Միջև անգամ նրանք, ովքեր որ Հիսուսին հետևում էին, նրանց մահվան էր դատապարտում, ինչպես այդ օրինակը կա Ստեփանոս նախավկայի։ Եվ պարզ է, որ եթե հալածում էր Հիսուսի հասցեին էլ ամենաանարգալից խոսքերն էր միգուցե ասում, որովհետև ինքը կարծում էր, որ Հիսուս աղանդ է հաստատել եւ այս մարդիկ հրեզմից շեղված մի աղանդի են հետևում։ Եվ այդ ամենը անելով նա կարծում էր, որ Աստծուն ծառայություն է անում։ Այսինքն ինքը չիմանալով էր, որ պայքարում էր Հիսուսի դեմ։ Եկեք կարդանք Գործ Առաքելոց հանրայդ այդ գլխի մեջ տեղի ունեցած իրադարձությունը առաջի համարից Գործ Առաքելոց 9-րդ գլուխ առաջի համար Սողոս տակավին տիրոջ աշակերտների դեմ սպառնալիք եւ մահ փչելով քանապետի մոտ գնաց։ Քանապետերն էլ պարզ են։ Անմիջապես անունները տվեցին։ Եվ նրանցից թղթեր ուզեց Դամասկոս ժողովարանները տանելու, որպեսզի եթե այդ ճամփուն հետևողներ գտնելու լինի, այրեր կամ կանայք կապված Երուսաղեմ բերե։ Երբ կերթար ու Դամասկոսին մոտեցավ, հանկարծ իր բոլորտիքը երկնքից լույս մը փայլատակեց եւ ինքը գետին ընկնելով ձայն մը լսեց, որ կսեր. «Սավուղ, սավուղ, ինչու զիս կհալածես»։ Եվ անիկա ասավ. «Ով ես դու Տեր»։ Եվ Տերը ասավ. «Ես եմ Հիսուսը, որ դու կհալածես։ Դժվար բան է քեզ խթանի դեմ կից զարնել»։ Խթան ինչ է։ Բիզ։ Բիզը մետաղյա։ Մեկը կարող է դեմ դիմաց բզին հարվածել։ Հնարավոր է։ Պիտի վնասվի, չէ։ Ում դեմ ես դուրս եկել եւ ում ես դու հալածում։ Նա էլ դողալով ու ապշությամբ ասավ. «Տեր, ինչ կուզես որ անեմ»։ Տերը սավանոր. «Ելիր ու քաղաքը մտիր եւ քեզ պիտի ըսվի ինչ որ պարտես անելու»։ Եվ Անանյան իր տուն տարավ եւ հաջորդ օրը մենք տեսնում ենք արդեն Սողոսը Պողոսը իրապես ելավ մտավ ժողովարանը եւ Հիսուսին քարոզեց։ Որտեւ նա փնտրում էր Մեսիային, ինչպես հին ուխտի հավատացյալները, որ Տիրոջից խոստացված է, որ պիտի գա, հասկացավ, որ նա է ճշմարիտ Մեսիան Հիսուս Քրիստոսը։ Ներվեց Սողոսին կամ Պողոսին այդ ամենը։ Եվ նա ասաց. «Ես մեղավորների գլուխն եմ, որտեվ Աստծո եկեղեցին հալածեցի, որտեվ այն ինչ որ արեցի, չիմանալով արեցի»։ Այսօր էլ այդ նույն անալոգիայով կարող ենք քննել շատեր տգիտաբար Հիսուսի անվանը ինչ ասես ասում են։ Չգիտեն, չեն ճանաչում, բայց այդ խոսքերը ասում են։ Եթե մի օր չապաշխարեն, իրենք դատաստանի առջև պիտի կանգնեն եւ ասված ամեն մեկ խոսքի համար պատասխան պիտի տան։ Բայց մեր սրտի փափագը եւ աղոթքն է, որ այդպիսիները խոնարհվեն Տիրոջ առջև
եւ ճանաչեն, որ Հիսուս Տեր է, Փրկիչ Աստված է, Ստեղծիչ Աստված, որ ամբողջ տիեզերքն է ստեղծել, որ մարդկությանն է ստեղծել, որ նաեւ եկավ ու մեր Փրկիչը դարձավ։ Իսկ որն է Սուրբ Հոգու դեմ եղած հայությունը, որ չի ներվում, այսինքն չներվող մեղք։ Երկրորդ դարի աստվածաբաններ հանդիսացող Տերտուղիոսը դասակարգել է մեղքերը, ապա այդ թեզը շարունակել է Եվագրիոս Պոնտիկոսը։ Գտել են, որ 7 մահացու մեղքեր կան։ Իսկ դուք գիտեք այդ մեղքերը, անգիրասում եք, պետքություն չունեք։ Հիմա կկարդանք, մեկ-մեկ կքննենք։ Հպարտություն, pride, այո, շատ մեծ մեղք է։ Հպարտություն։ Սատանան հպարտության պատճառով ընկավ։ Ագահություն, greediness, ագահ։ Հենց այդպիսի։ Իմը ինձ, ուրիշներինը ինձ, միայն իրեն։ Հաջորդը բարկություն, anger, եւ Տեր ասում է, եթե պատահի որ բարկանաք, հա, ինչ արեք, միջև արևը մայր մտնելը ձեր բարկության վրա, այսինքն ապաշխարեք։ Նախանց, envy, բղջախոհություն։ Գլուխներդ շարժում եք, չգիտեք։ Բղջախոհությունը անգլերենով lust, L-U-S-T, անպարկեշտ մտքեր ունենալ, այս մեղքը ծնում է անամոթ հայացքներ եւ անպատկառություն։ Հաջորդը որգրամոլություն, գլութենի, այսինքն շատակերություն, բայց մանավանդ նույն տեսակի բանը, անընդհատ շատակերություն, եւ 7-րդը ծուլություն, laziness կամ sloth անգլերենով։ Դուրս եկեք քայլեք, այնքան մարդ կա ծույլ, երբեք կյանքում չեն աշխատել, սրանք մշտապես ուրեմն այդ մեղքի դատապարտության տակ են։ Սրանք են միայն մահացու մեղքեր։ Հա? Ցանկացած մեղք մահացու է։ Երբ որ Աստծո խոսքը ասում է մեղքի վարձքը մահ է, մեկ անգամ ստելը անգամ տանում է այդ մահվան։ Եվ մենք առավել պիտի գնանք արմատին, մարդու սրտի մեջ մեղքը բույն է դրել, իր բոլոր տարատեսակներով։ Ինչ տեսակի մեղք որ կա, դրա պոտենցիալը մենք ժառանգաբար մեր նախածնողներից միջև Ադամ ու Եվա գնում է դա։ Մենք ժառանգել ենք, մեր մեջ կա, բայց շատերդ այս նշված մեղքերի հետ կապ չունեք, որտեվ ձեր ընթացքը, ձեր կրթությունը կամ ասենք ձեր դաստիարակված լինելը ձեզ ավելի բարեշնոր է դարձրել, բայց դա չի նշանակում, որ այս մեղքերը մարդու մեջ չկան, բոլորն էլ կա, և սա կոչվում է փաթեթով եկած մեղքեր, այսինքն package է դրված մարդու սրտի մեջ։ Եվ այս 7 մեղքերը, որ մենք նշեցինք, շատերի մոտ կգտնեք, դրանցից մի քանիսը անգամ շատ երևացող են, օրինակ հպարտություն, բարկություն, համատարած, նախանց, եթե տեսանելի էլ չի երևում այդ նախանձը, բայց մարդու սրտի մեջ կապված է, բայց երբ որ բացահայտում ես, ասում է բարի նախանձ էր։ Այս 7 մեղքերի վարդապետությունը ընդունել են բոլոր ծիսական եկեղեցիները, այդ թվում նաև առասպելականները։ Այդ դեպքում հարց, այս 7-ի մեջ չկա սպանելը, սպանելը մեծ մեղք է, թե ոչ, մարդու կյանք վերցնել է, մարդուն կյանքից զրկել է, բա ինչպես եղավ, որ այդ 7 մեղքերի մեջ այս ահավոր մեղքը չկա։ Եթե սկզբունքը այդպիսին է, պետք է որ սա դրված մեղքերից առաջինը լինել, բայց չկա։ Իսկ ստելը ինչ կասեք։ Դա փոքր բան է, ինչ սուտ է անցար գնացիր։
փոքր բան է սուտը։ Սուտը, որով սատանան մեր նախածնողներին խաբեց, սուտը սատանայի բրանդն է, այսինքն իր բնութագիրն է, իր էությունն է, ինչպես որ Հիսուս ճշմարտություն ճշմարտությանց է, սատանան ստություն ստությանց է։ Ճիշտ է, որ սատանան պատճառ դարձավ եւ հեղինակն է բոլոր մեղքերի, բայց ստով սկսեց եւ շարունակում է ստովել ընթանալ։ Ինչ Աստված, ինչ մեղք, ինչ դատապարտություն, այդ Աստվածը եթե կա, մի անգամ թող հայտնվի, տեսնենք, հավատանք։ Քանիսից եք լսել այդ բանը։ Կամ իրենք իրենց աստվածներ ունեն, որովհետև սատանան իրենց խաբել է ամեն մեկին։ Եվ քանի որ այդ նշվածները չկան, մնում է ինչ, քանի որ Աստված չկա, ինչ դատապարտություն, ինչ դժոխք։ Լսել ենք, որ ոմանք ասում են, ոչ թե Աստված է մարդուն ստեղծել, մարդն է Աստծուն ստեղծել, այսինքն իր գաղափարների մեջ։ Ամեն մեկը մի Աստված ունեն։ Այ նայեք մեր նախահայրերը, որքան աստվածներ են ունեցել, հա։ Հեթանոսական աստվածների շարք, անգամ չենք ուզում այդ անունները տալ, որտեղ դրանք կուրքեր են եղել, դրանց ետևում սատանան ինքն է։ Եթե Աստված չկա կամ մարդու ստեղծած է, ինչ է մնում անել մարդուն։ Այս կյանքը տրված է, մեկ անգամ է տրված, լավ ապրես։ Կեր, խմի, շարունակ քեֆ արա, հա? Ոչ մի բան պակաս չլինի, քեզ ոչ մի բանից չզրկես, որ երբ որ վերջի շունչդ պիտի արդեն փչես, այսինքն երբեք չափսոսաս, որ այդ կյանքը ապրել ես։ Ինչ ասենք այդպիսիներին, ասենք դուք ողբալի վիճակի մեջ եք։ Եկեք կարդանք Հովանու ավետարանից 8-րդ գլուխ 39-ից 45 համարները։ Հիսուս իր 4 կողմը հավաքված մարդկանց հետ խոսում էր եւ հաճախ հավաքվում էին վիճաբանության համար։ Պատասխան տվին եւ ասին. մեր հայրը Աբրահամն է։ Նրանց Հիսուս ասավ. եթե Աբրահամի որդիները լինեիք, Աբրահամի գործերը պիտի գործեիք, բայց հիմա կփնտրեք սպանելու ինձ, այնպիսի մարդումը, որ ձեզ ճշմարտությունը խոսեց, որ Աստծմել լսեցիք, Աբրահամ այդ բանը չարավ։ Դուք ձեր հոր գործերը կնեք, այն ատենսին անոր, մենք պոռնկությունից չենք ծնված, մենք մեկ հայր ունենք, որ է Աստված։ Հիսուս Սավանոց, եթե Աստված ձեր հայրը լիներ, պիտի սիրեիք զիս, վասզի ես Աստծմե ելա եւ եկա, ոչ թե ես ինք իր մե եկա, հապանիկա զիս ղրկեց։ Ինչու դուք իմ խոսքերս չեք հասկնար, նրա համար, որ չեք կրնար իմ խոսքին մտիկ ընել, այսինքն չեք ուզում, Հովանու 5:40, դուք չեք ուզում ինձ զգալ, դուք ձեր հորեն սատանային եք, և ձեր հոր բաղձանքը կուզեք ընել, նա սկզբից մարդասպան էր և ճշմարտության մեջ չկեցավ, վասնզի նրա ներսիդին ճշմարտություն չկա, և նա ստություն խոսի, բուն իրեններեն կխոսի, քանզի անիկա ստախոս և ստության հայրն է հանդիսանում, բայց որովհետև ես ճշմարտություն կխոսեմ, ինձ չեք հավատար։ Այո, և սատանան խաբել է մարդկանց։ Այդ թեթև հանդիսացող մեղքը, սուտը, համատարած, քննեք տեսեք, ստի պատճառով, ինչպիսի ավերումներ են եկել, ընտանիքներ են քանդվել, և շարունակում է, ինչ թշնամություններ մարդկանց մեջ։ Ուրեմն այսքան ասելով ընդհանրացնում ենք,
որ ամեն մեղք մահվան ենթակա է։ Եվ մեղքից դատապարտվելու միակ, մեղքից ազատագրվելու միակ միջոցը եւ դարմանը Հիսուս Քրիստոսի քավչարար արյունն է։ Ով որ դիմի, իր մեղքերի թողությունը պիտի գտնի։ Հովհաննես առաքյալը հրաշալի ձևով ներկայացնում է իր առաջի ընդհանրական թղթի մեջ։ Կարդում ենք Հովհաննու առաջի ընդհանրական թուղթ, առաջի գլուխ եւ կարդանք 9 համարից։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ եւ արդար է Տերը, որ մեր մեղքերին թողություն պիտի տա եւ մեզ ամեն անիրավությունից պիտի սրբի։ Եթե ասենք մեղք չենք գործում, ստախոս ենք ցույց տալիս նրան եւ նրա խոսքը մեր մեջ չէ։ Որդյակներ, այս բաները ձեզի կգրեմ, որպեսզի մեղք չգործեք։ Եթե մեկը մեղք գործելու լինի, բնագիրը ասում է, եթե պատահի, որ մեղք գործելու լինեք, ոչ թե սա մեզ տալիս է ոտքի տեղ, Հիսուսի արյուն ամեն մեղքից սրբում է, հետևաբար, գնա, մեղքը գործի արի, խոստովանի։ Գրված է Հիսուս մեղքի պաշտոնյա չէ, բայց եթե պատահի, որ մեղք գործելու լինեք, հոր մոտ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոս արդարը, նա մեր մեղքերին քավություն է, ոչ միայն մերին, հապա ամբողջ աշխարհին էլ։ Այլ կերպ ասած, աշխարհի բոլոր մարդիկ ունեն այդ հնարավորությունը իրենց մեղքերի թողությունը եւ քավությունը ստանալու։ Մարդուց է կախված ցանկացած մեղքի պարագային, բոլոր մեղքերի պարագային եւ չկա այնպիսի մեղք, որ Հիսուսի արյունը չկարողանա սրբել։ Այդ նշված 7 տեսակի մեղքերը, բղջախոհություն, Հիսուսի արյունը սրբում է, հպարտություն, բարկություն, ինչ էլ որ կա։ Այժմ հասանք այսօրվա նյութի գագաթնակետին, այսինքն կուլմինացիային։ Պիտի տանք պատասխանը, թե որն է Սուրբ Հոգու դեմ եղած հայությունը։ Շատ բաներ են ասում, անգամ մարդկանց վախեցնում են, եթե դու այսպես չհավատաս, չես փրկվի եւ այլն։ Չեք ուզում ծավալվել այդ սխալ կարծիքների մեջ, այլ միայն ասենք ճշմարտությունը եւ դրանով ամեն բան ասված կլինի։ Միակ բանը վկայված, քարոզված Հիսուսին մերժելը Սուրբ Հոգու դեմ հայություն է։ Եվ խոսքը միայն մեկ անգամվա մասին չէ։ Ասենք մեկին խոսեցիր, մերժեց։ Նա, ով որ իր կյանքի ամբողջ ընթացքում մերժում է Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Հիմա էլ տեղափոխվենք Հովհաննու ավետարան եւ կարդանք 3-րդ գլխից Հովհաննու ավետարան 3-րդ գլուխ 19 համարից։ Այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ։ Այդ որ լույսներ, Էդիսոնի ստեղծած։ Լույսը աշխարհ եկավ, Հիսուս Քրիստոս ասաց, ես եմ աշխարհի լույսը։ Ու մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, այսինքն սատանային ավելի սիրեցին, քան Հիսուս Քրիստոսին։ Քանզի իրենց գործերը չար էին։ Վասնզի ամեն ով որ չարը կգործե, նա լույսը կատե եւ լույսի քով չի գար, որպեսզի իր գործերը չհանդիմանվեն։ Բայց նա, որ ճշմարտությունը կգործադրե, լույսի մոտ կգա, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը Աստծմով գործվեցին։ Եթե պատգամը հղվում է, որ պետք է ապաշխարես, Հիսուսին պիտի որպես Տեր եւ Փրկիչ ընդունես, որովհետեւ դու մեղավոր ես եւ մեղքերի մեջ մեռած ես, մեկը որ կարող է քեզ հոգեորապես կենթանացնել, միայն Հիսուս Քրիստոսն է։ Եվ մարդիկ իրենց կամքով ասում են ոչ,
պետքությունը չունենք, այդ դա Սուրբ Հոգու դեմ հայհոյություն է։ Հիսուս, երբ որ Էմաուս գնացող երկու աշակերտներին ընկերացավ, նրանց վերջի պատգամը տվեց ասելով, որ իր անունով ապաշխարություն և մեղքերի թողություն պիտի քարոզվի ամեն ժամանակ և ամենուրեք։ Եվ սկիզբը Երուսաղեմից սկսեց և շարունակվեց։ Որտև քարոզելու և վկայելու հեղինակը Սուրբ Հոգին է։ Հիսուս, երբ որ իր աշակերտներից պիտի բաժանվեր, ասաց, ես կգնամ և մխիթարից Սուրբ Հոգին կղրկեմ, որպեսզի երբ որ նա գա, ձեզ ամեն ճշմարտության պիտի առաջնորդի։ Հովանու 16-րդ գլուխ 13-14 համարներն է։ Եվ ասաց հետևյալը. նա է, որ ինձ պիտի փառավորի։ Այսինքն Սուրբ Հոգին մշտապես վարագույրի ետևում է։ Տեսանելին միայն Քրիստոսի կերպարն է, իր անձն է։ Երբ որ մենք Քրիստոս ենք փառավորում ենք դրանով նաև Հորը և Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին եկավ, որ Հիսուսին վկայի, որպես ստեղծիչ Աստված, փրկիչ Տեր, որ նրանով կա մեղքերի թողություն և քավություն։ Ուրեմն Հիսուսի անձը մերժելը Սուրբ Հոգու դեմ եղած հայությունն է, միակ մեղքը, որ չի ներվելու մարդկանց։ Նաև Հիսուսի արած գործը, որքան որ իր անձը, բնութագրությունը մենք տեսնում ենք Սուրբ գրքում, նաև իր արած գործը։ Մի օրինակով, հենց այս մեր կարդացած Մատթեոս 12-րդ գլխի մեջ է, փարիսեցիները արեցին այդ բանը, և դա Սուրբ Հոգու դեմ եղած հայություն էր։ Եկեք կարդանք Մատթեոս 12-րդ գլուխ 22 համարից։ Այդ ժամանակ կույր ու համր դիվահարը բերին Հիսուսին, և նա բժշկեց, այնպես որ համրն ու կույրը խոսեցին և տեսան, բայց ժողովուրդը զարմացած կսեին, արդյոք դա է Դավթի որդին, բայց փարիսեցիները երբ լսեցին, մարդիկ փնտրեցին, սա է Դավթի որդին, որովհետև այնպիսի բաներ է անում, որ միայն Մեսիան կարող է անել։ Փարիսեցիները անմիջապես, նա ուրիշ բանով չի անում դևերը, բայց դևերու Բեղզեբուղ իշխանով, սրանից մեծ հայություն չկա։ Հիսուս նրանց խորհուրդներ իմանալով ըսավ անոնց. ամեն թագավորություն իրեն մեջ բաժնված կավերվի, և ամեն քաղաք կամ տուն իր դեմ բաժնված չի կարող կենալ։ Եթե սատանան սատանա հանե, իր դեմ բաժնվեցավ, ուստի ինչպես պիտի կենա անոր թագավորությունը։ Ու եթե ես Բեղզեբուղ դևերով կհանեմ, ձեր որդիները ինչով կհանեն, ուրեմն անոնք պիտի լինեն ձեր դատավորները։ Բայց եթե ես Աստծո հոգիով կհանեմ դևերը, ուրեմն Աստծո թագավորությունը ձեր վրա հասած է, այլ կերպ ասած Մեսիան եկել է և խոստացված այդ հրաշքները և բժշկությունները ամեն բան ձեր աչքերի առջև է, տեսնում եք։ Այսօր այս նյութի հետևանքով պատգամը ինչ է մարդկանց։ Սուրբ Հոգու դեմ մի հայհոյեք։ Հիսուսին մերժելը, իր գործը կատարած փրկության մերժելը Սուրբ Հոգու դեմ հայություն է։ Աստծո մոտ կա բոլոր մեղքերի դարմանը, այսինքն բոլոր մեղքերը կջնջվեն Հիսուսի անունով և իր թափված թանկագին արյունով, բայց միակ մեղքը, որ չի ջնջվելու և մարդուն դատապարտության պիտի տանի, դա Հիսուսին մերժելն է։
Հետևաբար կոչ ենք անում սիրելի մեր հայրենակիցներին, բոլոր հայրենիներին, ապաշխարեցեք, ավետարանի հիմնական նյութը սա է, ապաշխարեցեք եւ ձեր սիրտը տվեք Տիրոջը, Տեր Հիսուս Քրիստոսին, նա է կենդանի Աստվածը եւ հավիտենական կյանքը, գործածիր այս հնարավորությունը, միգուցե երկրորդ հնարավորություն քեզ չպիտի տրվի, Աստծո խոսքը լսում ես, սիրտդ մի խստացրու, եթե Հիսուսի հետ չես, Հիսուսին հակառակ ես, ովքեր որ նրան ընդունեցին, ինչ տեղ ունեցավ, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ կոչվելու, ովքեր որ իր անվանը կհավատան, դու էլ հավատա, քեզ էլ կտրվի այդ իշխանությունը Աստծո որդի կոչվելու։ Մենք էլ մի ժամանակ այդ կարգավիճակ ունենք, մենք էլ Աստծո դեմ մեր խորհուրդներով, գործերով թշնամացած ենք, բայց երբ որ լսեցինք ճշմարտության խոսքը, մեր սիրտը չխստացրեցինք, այլ խոնարհվեցինք Հիսուսին, մեր կյանքերի մեջ ընդունեցինք եւ հասկացանք ճշմարտությունը։ Մեր մեղքերին թողություն եղավ։ Աստված մեր մեղքերը ջնջեց, ինչպես չհիշելու պայմանով, եւ մեր կյանքերը ոչ միայն նորոգվեց, նոր ընթացք ունեցավ մեր կյանքերի, որով մեր մեջ եկավ Աստվածային ուրախություն, որ մեկը չի կարող մեզնից վերցնել, խաղություն, որ ամեն մտքից վեր է, փառք ենք տալիս Տեր Հիսուսին այդ ամեն բաների համար։ Եթե դու հավատաս Տեր Հիսուսին եւ այդ որոշումը անես, դա կլինի քո կյանքիդ ամենամեծագույն որոշումը, ամենահաջողված որոշումը, արա այդ քայլը, ճաշակիր Հիսուսի քաղցրությունը, նրա սիրող, գթած, ողորմած լինելը, սեր, այն էլ ինչպիսի սեր, Աստված մեզ սիրեց, երբ որ մենք մեր գործերով իր դեմ թշնամի ենք, երբ որ մենք մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք, Աստված մեզ այն ժամանակ սիրեց, այդ սերը 2000 տարի առաջ խաչի վրա բացահայտորեն երևաց, երբ որ Տեր ասաց, Թելեո, ամբողջացավ, եղավ, այսինքն 2000 տարի առաջ քո մեղքերիդ համար վճարվեց Հիսուսի արյունով։ Եթե դու չընդունես այդ սերը, արժանի ես, որ գնաս ծծումբով այրված կրակի լճի մեջ։ Ցավում ենք ասելու այդ բանը, բայց երկրորդ տարբերակ չկա։ Կամ Հիսուսի հետ ես, կամ Հիսուսին հակառակ ես, ընտրությունը քոնն է, և Աստված մեզ տվել է բավարար բանականություն և ըմբռնողականություն, որ այս խոսքերից հետո մենք Հիսուսին ասենք, այո Տեր Հիսուս, հավատում եմ քեզ, ուզում եմ, որ դու լինես իմ Տերս և փրկիչս, և ուզում եմ, որ և աղաչում եմ, որ իմ մեղքերն ու հանցանքները ներես, և Հիսուս, որ իր խոսքի Տերն է, կատարած քո անկեղծ աղոթքին որպես պատասխան Սուրբ Հոգիով քեզ պիտի այցելի և քեզ պիտի կնքի հավիտենական կյանքի համար։ Արա այդ քայլը, ոչ միայն ուրախ պիտի լինես, երջանիկ պիտի լինես և պիտի հասկանաս այս տրված կյանքի մեծագույն իմաստը։ Այն է ճանաչել քո փրկչին և Տիրոջը Հիսուս Քրիստոսին, նրա այդ քայլելուց քաղցր բան չկա, և Տերը մեզ ապահովությամբ պիտի հասցնի իր երկնային նավահանգիստը, և մենք սրտի տրոփյումով սպասում ենք, երբ պիտի գա մեր Տերը, որ այդ ամեն խոստումները իրականանան։ Տերը թող օրհնի քեզ և շնորհք տա, որ Հիսուսին և Սուրբ Հոգուն հակառակ չկենաս, այլ ընդունես և գտնես քո փրկությունդ, ամեն։ Աստված օրհնի իր խոսքը, եղբայրներ, քույրեր, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։